էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում, պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ աչքս հեռուն, թե կարինեք Հոթանջյանին տեսնեք Կարսի փողոցներում, ասեք նրան, չարենց նասավ, մնաս բարով, մնաս բարով։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ Բարի երեկո տիկին Մանուկյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Տիկին Մանուկյան, մարտը Չարենցի ամիս է։ Մարտի 13-ին նշում ենք Չարենցի ծննդյան օրը։ Ինչպես եք անցկացնում այս մարտ ամիսը, ինչ միջոցառումներ կային թանգարանում, ինչպես են ընթանում աշխատանքները։ Ուրեմն Եղիշե Չարենցի տուն թանգարանի համար ամեն տարի մարտ ամիսը կարծես տոնական ամիս լինի եւ թանգարանի աշխատակազմով անընդհատ զբաղված ենք տարբեր ծրագրեր նախագծելով եւ տարբեր միջոցառումների անցկացման հնարավորությունները դիտարկելով եւ այս տարի լրանում է Չարենցի ծննդյան 129-ամյակը եւ հետեւաբար հաջորդ տարի պիտի նշենք 130-ամյակը եւ այս տարի թանգարանը հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ, ցուցադրվեց բացառիկ նմուշ չգրված թուղթ խորագրով։ Այս օրերին դեռևս նախորդ տարվա վերջից նոյեմբերից, երբ նշում էինք Չարենցի հիշատակի 88-րդ տարելիցը, բացվեց թանգարանում ժամանակավոր ցուցադրություն լուր ներկեր Ռեգինա Ղազարյան հիշողության պահապան խորագրով, որը նվիրված էր Ռեգինա Ղազարյանի ծննդյան 115-ամյակին։ Եվ այդ ցուցադրությունը ամբողջությամբ պատմում է Ռեգինա Ղազարյանի մասին, իսկ գիտենք, որ Ռեգինա Ղազարյանը մեծ ներդրում է ունեցել Չարենցի ձեռագրերի պահպանության հարցում, որովհետև Ռեգինային էր վստահված Չարենցի ձեռագրերի պահպանումը ինչպես։ Գիտենք, որ 37 թվականին Չարենցը ձերբակալվեց եւ դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհը եւ այդ ժամանակ նա բանտում անընդհատ նամակագրություններ էր անում իր կնոջ հետ եւ մի արդեն վերջին շրջանում շապիկը որ տվել էր կնոջը որ պիտի լվանար, այդտեղ նա քիմիական մատիտով գրել էր, որ Իզաբելա լավն է իր երեխաներին եւ ձեռագրերի հարցում միայն վստահիր Ռեգինային։ Եվ կարծես Չարենցը ինքը ներքուստ զգում էր, որ Ռեգինան շատ հավատարիմ է իրեն եւ հավատարիմ է լինելու ամբողջ կյանքում։ Եվ այդ ուրեմն ուղերձը փոխանցելով Իզաբելան Ռեգինա Ղազարյանին, Ռեգինա Ղազարյանը մեծ պատասխանատվությամբ հավաքեց այդ բոլոր ձեռագրերը եւ պահեց ուրեմն մոմլաթե կտորի մեջ փաթաթեց տակառի մեջ իր բարեկամուհիներից մեկի տան ներքնահարկում շուրջ 17 տարի։ Եվ այդ ձեռագրերի մեջ էին նաեւ չգրված թղթեր, որոնք դեռ պիտի Չարենցը ուրեմն գրեր եւ այդտեղ պիտի լինեին նոր բանաստեղծություններ, որոնք Չարենցը չէր կարողացել գրել։ Իսկ դա երբևէ չի ցուցադրվել թանգարանում եւ այդ փրկված ձեռագրերի հետ մեկտեղ նաեւ այդ չգրված թղթերն են փրկվել։ Իսկ ձեռագրերը փրկվել են ինչպես Չարենցի արդարացումից հետո։ Գիտենք, որ 37 թվականից հետո բավական երկար տարիներ Չարենցի մասին չէր կարելի խոսել, չէր կարելի ուրեմն իր անունը տալ, հա, եւ արդեն 1954-55 թվականին նա արդարացվեց եւ իր գրական ժառանգությունը կարծես դարձավ համայն հայության սեփականությունը եւ այդ ժամանակ արդեն Ռեգինան կարողացավ եւ հանդգնեց, հա, կարող ենք ասել այդ ամբողջ իր պահած տակառը հանել եւ
այդ ձեռագրերը դարձնել համայն հայության սեփականությունը եւ այսօր դրանցից շատերը հրատարակվել են այսինքն Թանգարանում եղավ բացառիկ ցուցադրություն այդ չգրված թղթերի, որոնք առաջին անգամ էին ցուցադրում եւ դա կարծես հենց այս ժամանակավոր ցուցադրության, որը բացվել էր նախորդ տարվա ավարտին եւ դեռևս շարունակվում է Թանգարանում, դրա գաղափարական գծի շարունակությունն է եւ մինչեւ ապրիլի 1-ը ներառյալ կցուցադրվի Թանգարանում։ Տեսնում եք ինչ հետաքրքիր է, որ հիմքում նորից կին է, դուք սկսեցիք Ռեգինա Ղազարյանից, ես այստեղ մի քանի ազգանուններ, անուններ եմ դուրս գրել ինձ համար, Տիկին Մանուկյան, Աստղիկ Ղոնդախչյան, Արմենուհի Տիգրանյան, Լելի Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան, Կարինե Քոտանջյան, Լուսի Թարայան, Արփենիկ Աստվածատրյան, Իզաբելլա Կոդաբաշյան։ Կանայք, ովքեր եղել են Չարենցի կյանքում, Չարենցն է եղել այս կանանց կյանքում եւ քանի որ մարտ ամսին մենք նաեւ նշում ենք կանանց տոնը եւ մեկ ամսյակը, ես կարծում եմ, որ այս հարցը ձեզ անպայման պիտի տամ։ Ինչ կա այնպիսի չբացահայտված մի երևույթ Չարենցի սիրային պոեզիայում, Չարենցը եւ կանայք, ինչ փոխեցին այս կանայք Չարենցի կյանքում, ինչ փոխեց Չարենցը նրանց կյանքում, ինչ եք Թանգարանի այցելուներին պատմում այ Չարենցի կյանքի այս հատվածի մասին, միգուցե որ մեզ համար բացահայտված չէ կամ ոչ բոլորս գիտենք եւ այսօր հեռուստադիտողին եւ հատկապես կանանց հետաքրքիր կլինի լսել նաեւ դրա մասին։ Այո, իր էությամբ Չարենցը շատ կնամեծար էր եւ ես շատ հաճախ եմ ասում, որ կանայք եղել են իր համար մուսա, իր ստեղծագործությունների մուսան, որովհետեւ շատ ստեղծագործություններ ծնվել են հենց իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք ունենալու արդյունքում։ Եվ կարծում եմ, որ Չարենցը ինքն էլ ուներ շատ գեղեցիկ վերաբերմունք, օրինակ, հա, կարող եմ նշել Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, եւ դա մենք տեսնում ենք իրեն նվիրված ստեղծագործություններից, երբ կարդում ենք եւ տեսնում ենք, թե ինչպես է նկարագրել, ինչ գեղեցիկ կերպով է նկարագրել, մենք այդտեղից հասկանում ենք, թե ինքը ինչ վերաբերմունք է ունեցել տվյալ կնոջը։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել իր առաջին կինը, Արփենիկ Տեր-Աստվածատրյանը, որին նաև նա անվանում էր հերոսական ընկեր, բարեկամ։ Ցավոք իրենց միությունը շատ երկար չտևեց, որովհետև Արփենիկը արտարգանդային հղիությունից մահացավ եւ Չարենցը շատ ծանր էր տանում, բայց ամեն դեպքում տարիների ընթացքում նա հասկացավ, որ ինքն ուզում է ժառանգներ ունենալ եւ ինքը պիտի անպայման երկրորդ անգամ եւս ամուսնանա եւ ամուսնացավ Իզաբելլա Նիազյան Կոդաբաշյանի հետ ու իրենից ունեցավ երկու դուստրեր, Արփենիկը եւ Անահիտը։ Իսկ ավագ դստերը անվանեց իր առաջին կնոջ պատվին Արփենիկ։ Տիկին Մանուկյան, կներեք, որ ընդհատում եմ, դա ճիշտ է, որ Արփենիկի թաղման ժամանակ ասում են ինքը ապակու սրվակով իր բանաստեղծությունները ինչ որ այդպես դրել է, պատմությունը այդպես բանասում է, որ եւ Արփենիկի հետ հողին են հանձնել։ Եվ նույնիսկ նաեւ Թանգարանում ունենք պահված Արփենիկի մահադիմակը հանված։ Սիրո հետ սերը, էլի, պոեզիան։ Եվ նաեւ հենց նվիրել է Արփենիկին տաղարան շարքը, որը սկսվում է հենց ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը քեզ այդ բանաստեղծությամբ, հա, այդ տողերով եւ այդտեղ շատ էսպես տարբեր են զգացողությունները եւ չգիտեմ, ամեն դեպքում կարծում եմ, որ Չարենցի այս կնամեծարությունը նաեւ նպաստել է իր այս ստեղծագործական հարուստ ժառանգությանը։ Տիկին Մանուկյան, բոլորս գիտենք, որ դուք էլ արդեն ձեր խոսքում ասեցիք, որ Չարենցի ողբերգական կյանքը շատ դեպքերում խանգարում է եւ շատ նյութեր մենք դեռ չգիտենք, որտեղ են, ինչպես են։ Հետաքրքիր է, Թանգարանը շարունակում է այդ գործընթացները շարունակական են, որ հավաքագրել, բերել Թանգարան, այդ հավաքչական աշխատանքը շարունակական բնույթ կրում է Թանգարանում, թե արդեն այնպես է ինչ ունենք։ Ինչպես նշեցի իմ խոսքում, Չարենցի վաղճանը եղել է շատ անկանխատեսելի եւ շատ
նյութեր, թե անձնական իրերից, թե ձեռագրերից պարզապես ոչնչացվել են, կամ ուղղակի գողացել են մարդիկ։ Մենք այսօր օրինակ չունենք Չարենցի ձայնով որևէ ձայնագրություն, որևէ տեսագրություն, եւ այդ 11 տարիները հենց եղել են հավաքչական աշխատանքների ժամանակաշրջանը, որպիսի կարողանար թանգարանը բացվեր եւ այցելուներին ներկայանար իր հավաքածուով։ Բարեբախտաբար այդ տարիներին իրականացվեցին այդ հավաքչական աշխատանքները այնքանով, որքանով որ հնարավոր էր, եւ 1975 թվականի հունվարին թանգարանը միայն տան հատվածը, քանի որ այն ժամանակ միայն տունն էր թանգարան որպես այդպիսին, այսինքն այսօրվա թանգարանի 4-րդ հարկը, դա ուրեմն թանգարանը բացեց իր դռները այցելուների առաջ։ Հետագայում իհարկե թանգարն իր տարածքը ընդլայնեց եւ այսօր արդեն քառահարկ շինություն է տուն թանգարանը եւ մինչեւ այսօր մենք բարբերաբար տեսնում ենք ուրեմն ուղղակի վերջերս էլ մի այսպես այցելու ունենք եկել էր Չարենցի ընծայագրով գրքեր նվիրեց թանգարանին, այսինքն ճիշտ է անցել են տարիներ, բայց դեռ հնարավոր է Չարենցի ձեռագրով որևէ բան ունենալ եւ որևէ բան հավաքել։ Փաստորեն մարդիկ մասնակցում են այդ համակարգին։ Այո։ Տիկին Մանուկյան, գրականագետ Սամվել Մուրադյանը մի առիթով ասել է հետևյալ խոսքերը. մեր քաղաքակրթության չափը կարող ենք որոշել նրանով, թե մենք ինչքան Չարենց գիտենք։ Ձեզ մոտ ամեն օր գալիս են մարդիկ, ովքեր կամ գիտեն Չարենց, կամ ուզում են իմանալ Չարենց, այ եթե դուք փորձեք տալ գնահատականը եւ այս հարցի պատասխանը, ինչ մակարդակի վրա է մեր քաղաքակրթությունը այսօր, եթե Չարենցյան չափանիշներով դա չափենք, հայ մարդը Չարենց գիտի այսօր, Տիկին Մանուկյան, հայ աշակերտը, հայ ուսանողը եւ թանգարան գալուց որն են նրանց հետաքրքրության շրջանակները, դա ուղղակի էքսկուրսիաներ են, որոնք դպրոցն է կազմակերպում կամ համալսարանը, ինչ տոկոս են կազմում այն քաղաքացիները, որ ուղղակի գալիս են, որ նորից, ինչպես ասում են, այդ սանդղակը իրենց քաղաքակրթության ավելի բարձրացնեն, որպիսի Չարենց իմանան։ Ժաննա Մանուկյանի անձնական գնահատականը որպես թանգարանի տնօրենի։ Գիտեք, Չարենց իմանալը դա բավական բարդ է, որովհետև ես դա հաճախ եմ ասում, Չարենցը ինտելեկտուալ գրող է։ Եվ Չարենց Սամվել Մուրադյանը ասում է մեր քաղաքակրթության չափը նրանով պետք է։ Եվ Չարենց հասկանալն էլ բավական բարդ է։ Ես ինքս տարիներով արդեն ուսումնասիրում եմ Չարենցի ուրեմն ժառանգությունը եւ գուցե ամեն ստեղծագործություն, ամեն անգամ ընթերցելիս ես կարող եմ հասկանալ յուրովի այդ պահի տրամադրության տակ կամ երբեմն նաև իր հետ լինում եմ, ես շատ հաճախ վեճեր եմ ունենում Չարենցի հետ, թե ինչու է օրինակ այսպես գրել, կամ իր ստեղծագործությունները երբեմն սովորական մարդուն այդքան էլ հասանելի կարող է չլինեն եւ դու պիտի մի քանի անգամ կարդաս հասկանալու Չարենցի ուղերձը եւ Չարենցը իր ստեղծագործություններում ունի կոդեր, ունի բառեր, որոնք հենց Չարենցյան են եւ Չարենց հասկանալը պիտի ունենաս որոշակի սանդղակ, որ կարողանաս հասկանալ։ Եվ պիտի նշեմ, որ իհարկե դպրոցական մակարդակով շատ լավ է, որ տարբեր տարիներին, 6-րդ, 7-րդ դասարանից սկսած անցնում են Չարենց եւ Չարենցի տարբեր ստեղծագործություններ եւ վերլուծություններ են անում, ինչը մեզ շատ ուրախացնում է եւ թանգարանում էլ տեսնում ենք ինչքան շատ են դպրոցականները, բայց մեծահասակների մեջ էլ լինում են այցելուներ, որ մի քանի անգամ են գալիս թանգարան։ Եղել են դեպքեր, որ ասել են մի անգամ եկել եմ, բայց չգիտես ինչի, ուզում եմ, որ եւս մեկ անգամ լսեմ Չարենցի մասին, որ հասկանամ ինքը ինչու է այստեղ այսպես գրել, որովհետեւ գիտենք, որ Չարենցը շատ տարբերվող մարդ է։ Եվ Չարենցը իրենով հետաքրքիր է տարբեր նախասիրություններ եւ հետաքրքրություններ ունեցող մարդկանց, որովհետեւ ինքն իր էությամբ շատ բազմակողմանի է եղել։
ինչպես օրինակ ասում ենք Սարյանի չէ պարագայում, որ խորհրդանշում է Հայաստանը, նույն կերպ էլ Չարենցն է խորհրդանշում Հայաստանը եւ կարծում եմ, որ պիտի Չարենց ուղղակի շատ կարդալ եւ մի քանի անգամ կարդալ։ Իսկ միջին տարիքի ավագ սերնդի մարդիկ գալիս են։ Իրականում Թանգարանում տեղացիները բավական շատ են, բայց ավելի շատ են սփյուռքահայերը։ Երևի թե այդ կարոթն է, որ իրենք այլ կերպ են ընդունում Չարենցին, եւ նաեւ այսօր շատ են այցելուների թվում, այո, երիտասարդները, որովհետեւ իրենք էլ ունեն իրենց Չարենցը։ Յուրաքանչյուր լսարանի համար կա իր Չարենցը, դպրոցականների համար իրենց հասանելի Չարենցը, մեծահասակների համար իրենց հասանելի Չարենցը, ինտելեկտուալ հասարակության համար իրենց Չարենցը։ Բայց կուզեմ, որ Չարենցը շատ լինի բոլորի կյանքում։ Տիկին Մանուկյան, կյանքը առաջ է գնում, 21-րդ դար է ու գրեթե բոլոր թանգարանները այսօր, ամենայն դեպս այս տաղավարում, երբ որ հյուրընկալել ենք թանգարանների տնօրենների, ասում են, որ թանգարաններում նույնպես այսօր կա այդ նորարարական խոսքը, որպեսզի ավելի գրավիչ դարձնել, ավելի հետաքրքիր դարձնել ու մատաղ սերնդին, երիտասարդ սերնդին ավելի դյուրին ձևով բերել թանգարան։ Չարենցի թանգարանը նորարարությունների մեջ ունի ինչ-որ բան այսօր։ Իհարկե, Չարենցի թանգարանը հենց աշխատում է Չարենցի ուղերձներով եւ Չարենցի ուղերձներից մեկն է, չէ՞, թե ուզում ես երգդ լսեն, ժամանակից շունչը դարձիր։ Եվ մենք էլ փորձում ենք ժամանակի շնչին համապատասխան աշխատել եւ թանգարանում այո ունենք մենք Չարենցի հոլոգրաֆիկ պատկերը, որը մի քանի տարի առաջ է բացվել Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ։ Ունենք կտավներ, որոնք կարող են տեսնել արդեն այս նորագույն տեխնոլոգիաների միջոցով եւ նաեւ արդեն ժամանակավոր ցուցադրությունների որակն է, որպես այդպիսին փոխվել եւ ավելի նոր ձևով է ներկայացվում եւ նաեւ առաջիկայում նախատեսում ենք ամբողջ ցուցադրությունը, մշտական ցուցադրությունը վերափոխել եւ նոր ձևով ժամանակակից մոտեցումներով ներկայացնել, իսկ դա մի փոքր ժամանակ է պահանջում, հուսով եմ այս առաջիկա 2-3 տարիների ընթացքում կկարողանանք ավելի նոր ձևով ներկայացնել, որովհետև իրականում գիտեք, գրողի թանգարանը մի փոքր բարդ է այցելուների համար, որովհետև այստեղ առաջնային տեղում է խոսքը, բառը, գիրքը, եթե մենք տարբերություններով նայենք, հա, կերպարվեստի բնույթի թանգարանները, արդեն գրական թանգարանների կտեսնենք, որ կերպարվեստի բնույթի թանգարաններ մարդիկ ավելի շատ են գնում, որովհետև այնտեղ էսթետ է, այնտեղ ավելի հեշտ են կարողանում ընկալել, կտավ է, քանդակ է, չպիտի լսեն, չնայած որ զուգահեռ կարող են այո նաև էքսկուրսիաների միջոցով լսել, բայց այստեղ ավելի շատ է լսելու վրա շեշտը դրված, եւ պիտի լսեն, եւ պիտի կարդան, իսկ այստեղ գրական թանգարանների ցուցադրությունները կազմակերպելը մի փոքր ավելի ժամանակատար են, որպեսզի կարողանանք ավելի ժամանակակից մոտեցումներով հասանելի դարձնել գրողի թե կյանքը, թե գրական գործունեությունը։ Թանգարան բառը իր բացատրությունը, հա, այդ մուզեյ, մուսյո, այո, մուսաների տաճար։ Ինչպես է Ժաննա Մանուկյանը իրեն զգում մուսայի տաճարում, այն էլ Չարենցի մուսայի տաճարում։ Ինչ է այսօր այդ տաճարում աշխատել ամեն օր, Տիկին Մանուկյան, ձեզ համար, ունեք թանգարանում ինչ-որ սիրելի վայր կամ չգիտեմ, րոպեներ, որ պետք է անպայման անցկացնեք, որ գաք ինչ-որ մի հոգեվիճակի։ Եվ ի վերջո դուք ձեր կյանքի 20 տարիները թանգարանային կյանքին եք, չէ, նվիրել մասնագիտությամբ, թանգարանը ընդհանրապես այսօր հենց Ժաննա Մանուկյանի կյանքում։ Առհասարակ թանգարանը շատ ուղիղ կապ ունի ինձ հետ, որովհետև ես 20 տարուց ավել
այս ոլորտում եմ եւ ոչ միայն գործնական, այլ նաեւ տեսական հատվածով, հա, մասնագիտություն եմ ձեռք բերել հենց թանգարանագիտության բնագավառում, այնուհետև ավելի լայն մասնագիտացումը մշակութաբանության բնագավառում, առաջին աշխատավայրս, որտեղ աշխատել եմ, դա եղել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, այսինքն համալսարանը ավարտելուց հետո իմ առաջին փորձառությունը անցել է հենց այդ թանգարանում եւ ես այդ տարիները, այնտեղ անցկացրած տարիները մեծ երջանկությամբ եմ հիշում, որովհետեւ որպես թանգարանային գործիչ, արդեն գործնականում ես կրթվել եմ հենց Սարյանի տուն-թանգարանում։ Հետագայում արդեն նաև տարբեր հասարակական գործունեություն եմ ծավալել տարբեր կառույցներում եւ միևնույն ժամանակ համակարգել եմ շատ տարբեր թանգարաններ, տարբեր գործառույթներից ելնելով եւ երբեմն երբ ինձ ասում են թանգարան, ինձ թվում է հանրապետության, հատկապես մեր երկրի բոլոր թանգարանների համար ես պատասխանատու եմ, չեմ կարողանում հասկանալ ինչու է այդպես։ Երևի թե այդ զգացողությունն է թանգարան առհասարակ, թանգարան երևույթի հանդեպ իմ վերաբերմունքն է եւ Չարենցի տուն-թանգարանում ես աշխատում եմ 2020 թվականից եւ մինչեւ դա աշխատել եմ նախարարությունում եւ համակարգել եմ թանգարանների ոլորտը Չարենցի տուն-թանգարանը դա առանձնահատուկ վերաբերմունք էր իմ կողմից, որովհետեւ շատ մինչ տնօրեն դառնալ, այո, որովհետեւ շատ թանգարաններ ես մի քանի անգամ այս 20 տարիների ընթացքում գնացել եմ եւ Չարենցի թանգարան ինչքան գնում էի, գիտեք, միշտ տխուր եմ դուրս եկել։ Չգիտեմ, մինչև հիմա էլ ես այնտեղ մեծ պարտավորությամբ ու մեծ պատասխանատվությամբ եմ աշխատում։ Իսկ հիմա աշխատանքից ոնց եք ամեն օր դուրս գալիս։ Քանի որ Չարենցի հետ եմ, ավելի հանգիստ եմ եւ ավելի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, որովհետեւ Չարենցին մեր հայ ժողովուրդը շատ է սիրում եւ այնտեղ սխալվելու իրավունք չկա։ Մենք դեռ շատ այսպես պարտք ունենք տալու Չարենցին եւ դա յուրաքանչյուրիս գործն է ոչ միայն իմ որպես տնօրեն կամ թանգարանի աշխատակազմի որոնք շատ նվիրված աշխատում են թանգարանում այլ նաեւ ինձ թվում է յուրաքանչյուր հայ մարդու Տիկին Մանուկյան, դուք ձեր խոսքում Չարենցից մեջբերում արեցիք, թե ուզում ես երգդ լսել, ժամանակից շունչը դարձիր, բայց ինչ հետաքրքիր է, որ ինչքան տարիները անցնում են եւ ինչքան փորձում ես Չարենց ուսումնասիրել, հասկանում ես, որ ինքը երբեք կոնկրետ մի ժամանակի մեջ չի եղել։ Ինքը եղել է եւ նախկինում, եւ իր ժամանակում, եւ կա հիմա, որովհետեւ վերջին տարիներին հատկապես, երբ մենք ականջալուր ենք լինում, մեր ժողովուրդը շատ տարբեր հարցերում, տարբեր բնագավառներում, ինձ թվում է բոլոր գրողներից ամենաշատը Չարենց է մեջբերում։ Ուրեմն ստացվում է, որ այսօր մեր կյանքում ինքը ասել է ժամանակից շունչը լինես, ուրեմն ժամանակից երգը, որպեսի ուզում ես երգդ լսեն ժամանակից շունչը եղի, բայց փաստորեն ինքը ինչ որ նրա ժամանակը միգուցե տիեզերական է, մենք չգիտենք դեռ ինչեր պետք է բացահայտվի եւ նույնիսկ չգիտենք 100 տարի հետո էլ միգուցե հայ մարդը նորից ասելու է, որ Չարենցը այսօր է, այժմ էական է, այս պահի համար է, այս վայրկյանի համար է։ Այո, իրականում այդպես էլ կա եւ ամեն ժամանակ թվում է թե Չարենցը հենց գրել է այդ ժամանակի մասին։ Հիմա էլ երբ կան վեպեր կամ ստեղծագործություններ տարբեր, հա, որ կարդում ես թվում է թե հենց այս պահի մասին է գրված եւ դրանում է հենց Չարենցի մեծությունը։ Այդ Չարենցյան աշխարհը դուք ձեր ընտանիք տանում եք, Տիկին Մանուկյան։ Ձեր ընտանիքում Չարենց սիրում են, կարդում են, վարակված են այս ամենով, ինչով դուք ապրում եք, թե ինչպես է։ Իհարկե, հատկապես երեխաներս, եւ երբ դպրոցում իրենք արդեն 7-րդ դասարան են, երբ դպրոցում նախորդ տարվանից սկսած անցնում էին, իրենք արդեն Չարենցի 1-2 բանաստեղծություն գիտեն եւ պարտանում էին դրանով, բայց ասում եմ դա քիչ է, պիտի շատ իմանաք, իրենք անընդհատ լսում են, անընդհատ տեսնում են, թե ինչպես եմ ես կարդում, հա, իրենք ասում են Չարենցը կարծես արդեն դարձել է մեր տան անդամը որպես այդպեսին եւ շատ հարազատությամբ են իրեն ընդունում։
ընթերցելը շատ կարևոր է եւ այո, տաննել յուրաքանչյուր օր Չարենց ընթերցելը ինձ համար առաջնային իմ օրը սկսվում է Չարենց կարդալով, հա, երբ ես առավոտյան արթնանում եմ, այսպես երեխաներին ճանապարհում եմ դպրոց, պարտադիր մինչև աշխատանքի գնալը ես պիտի ինչ-որ մի բան կարդամ, կլինի դա կենսագրությունից հատված, թե կլինի որևէ ստեղծագործություն, պարտադիր իմ օրը սկսում եմ 30 րոպե Չարենց ընթերցելով։ Հետո նոր արդեն ընթացքում անցնում եմ իմ առօրյա աշխատանքին։ Տիկին Մանուկյան, տեսեք, օրինակ ժամանակակից կյանքում անընդհատ մենք ինչ-որ ենթադրություններ ենք անում, եզրակացություններ ենք անում, որ 21-րդ դար է, այսպես է, սա է մտնում մեր կյանքն, հեռախոս, մյուս, եւ անընդհատ վախեր կան որոշ մասնագիտությունների վերաբերյալ, որոշ բաների վերաբերյալ, որտեվ այսօր նույնիսկ ասում են ժամանակակից երեխան բակ չի ուզում գնա խաղա, որտեվ տանը իրեն հեռախոսը ավելի է գրավում։ Դուք վաղվա թանգարանային կյանքը եւ մասնագիտությունը թանգարանագետի ինչպիսին եք տեսնում։ Ապրելու է այդ մասնագիտությունը, թե ի վերջո ինչ որ վախեր եւ կասկածներ ունեք դուք։ Կարծում եմ, որ պետք է որ ապրի, որովհետև թանգարանագիտություն, մասնագիտությունը շատ բազմակողմանի է, որովհետև երբ նայում ենք, չէ, կան տարբեր տեսակի թանգարաններ։ Կլինի դա կերպարվեստի թանգարան, գրականության, գրողի թանգարան, գիտության, տիեզերքի եւ այլն, շատ երկրաբանության, այսինքն թանգարանագիտությունը դա կապված է բոլոր մասնագիտությունների հետ։ Եվ թանգարանագետն էլ ինքը բոլոր մասնագիտությունների հետ առնչվում է եւ ամեն մասնագիտությունից ինչ որ բան սովորում է ընթացքում։ Դրա համար իմ ցանկությունը մեծ է, որ այդ մասնագիտությունը լինի, բայց ժամանակի փոփոխություններից ելնելով այսօրվա նորարարությունները, նորագույն տեխնոլոգիաները պիտի կարողանանք հարմարեցնել այդ մասնագիտության առաջընթացին, հա, այդ մասնագիտությունն էլ պիտի զարգանա եւ ժամանակի շնչով պիտի արդեն մեր ուրեմն մասնագիտությունների ցանկում իր դերը ունենա։ Այո, կուզեմ որ լինի։ Որպես այսպես ամփոփում կարճ։ Տիկին Մանուկյան, դուք կարծրատիպեր ունեք եւ օրինակ ասում եք օրը 30 րոպե Չարենց եմ ընթերցում, Չարենց եմ ուսումնասիրում, ինչ որ բառեր դա փոխում է ձեզ մեջ։ Կարծրատիպեր առաջացնում է։ Գիտեք, Չարենցը կարծրատիպերից դուրս էր։ Այ Եվ ես ինքս էլ աշխատում եմ կարծրատիպերից դուրս լինել, ինչքանով որ հնարավոր է, որովհետև շատ դեպքերում Չարենցը մեզ հուշում է, հա, թե ինձ, թե մեր թանգարանի աշխատակազմին ինչպես աշխատել, ինչպես ապրել, ինչպես սովորել, կրթվել, որովհետև պիտի հնարավորինս բաց լինել ամեն ինչ ընկալելու, ընդունելու համար։ Չարենցի ուղերձները այդպիսին են, կարծրատիպերից դուրս։ Կա այնպիսի մի բանաստեղծություն, որը օրինակ ձեզ համար ամենասիրելին է եւ ուսուցողական է այն առումով, բնականաբար շատ գործեր կարող եք ընթերցել եւ սիրել, բայց այն որ sense օրվա մեջ պտտվում է ձեր մեջ եւ ինչ որ մի բան անընդհատ ասում է։ Ամեն ժամանակ մի բանաստեղծություն եւ մի քանի տողեր կարող են լինել։ Հիմա այս պահին հիշեցի իր ռուբայաթներից մեկը, որ դրանցից մեկը, այո, ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս ու ամեն վայրկյան դու այլ ես, անցյալ է դառնում քո ներկան ու ամեն վայրկյան դու այլ ես։ Սա այս վերջի շրջանի իմ մտքում անընդհատ հնչող խոսքերն են, եւ ամեն ժամանակ տարբեր է։ Կարող է մի ընթացք լինի, որ ուրիշ բանաստեղծությունից լինի։ Օրինակ շատ եմ հիշում այդ ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը քեզ, դա շատ գեղեցիկ է։ Դա բոլոր կանայք հիշում են։ Այո, եւ սիրում են, եւ ակնկալում են, որ իրենց զգում։ Եվ իրեն ակնկալում են, որ մի օր մեկը իրենց անպայման կասի, ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը քեզ։ Ժաննա Մանուկյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Առաջինը սիրել, կրթվել շատ, որովհետեւ կրթությունից շատ բան է կախված։ Նվիրվածություն, կլինի դա աշխատանքին, կլինի դա
ընտանիքին շատ տարբեր, նվիրվածությունը շատ կարևոր է։ Պատասխանատվություն, որը կրկին ինչ որ տեղում հաջողության հասնելու համար դա շատ կարևոր է, պատասխանատվության զգացումը եւ հոգատարություն։ Հայրենիքը ձեզ համար, գիտեք, այստեղ կուզեմ մեջբերել Չարենցից մի հատված, որ ասում է ընտանիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ փոքրամասշտաբ հայրենիք։ Հայրենիքը նախ ընտանիքն է։ փոքրամասշտաբ ընտանիք։ Եվ կուզեմ, որ շատ հոգացությամբ մենք վերաբերվենք մեր հայրենիքին։ Եվ դա նաև ուրեմն մեր վերաբերմունքն է մեր հայրենիքի յուրաքանչյուր տարին, մեր երկրին, շատ ճամփորդելով հենց մեր երկրում, ինչու՞ չէ։ Երևի թե մեր երկրում չկա այնպիսի տեղ, որ ես եղած չլինեմ։ Շատ եմ սիրում։ Իհարկե պետք է նաև երկրից դուրսել եւ շատ նաև երկրից դուրս ճամփորդություններ են եղել, որպեսզի համեմատություններ հայրենիքդ պիտի ճանաչես այն։ Այո, պետք է սկսել ճանաչել հայրենիքը եւ իսկ ճանաչելու համար պետք է շատ ճամփորդես, որպեսզի կարողանաս քո հայրենիքի ամեն անկյունը տեսնել եւ ճանաչել։ Այնպես որ կուզեմ, որ շատ լինենք մեր երկրի տարբեր անկյուններում եւ ամեն անկյունը ճանաչենք, որովհետեւ շատ հրաշալի երկիր ունենք։ Տիկին Մանուկյան, հիմա ըստ հաղորդման ձևաչափի դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու հաղորդման ավարտին, եթե ունեք իհարկե դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև դրա հնարավորությունը։ Սիրով, քանի որ այսօր խոսեցինք ընդհանուր թանգարանների մասին, կուզեմ հենց թանգարանային հարց տալ ձեզ։ Ինչ եք կարծում, ինչ է այսօր պակասում հայաստանյան թանգարաններում մեր այցելուների համար առավել գրավիչ դարձնել համար։ Տիկին Մանուկյան, գիտեք, ես պետք է ասեմ, որ վերջին ժամանակներում ինչքան որ թանգարաններում լինում եմ, ես տեսնում եմ, որ թանգարանները շատ լուրջ աշխատանքներ են տանում, որպեսզի ժամանակին համահունչ լինել։ Ես չեմ կարող ասել, որ ինչ որ մի բան կա, բացակայություն, որ ես այլ տեսանկյունից հարցին կպատասխանեմ, թե ինչ պետք է անենք մենք կրթական համակարգում, որպեսզի թանգարանը ավելի գրավչական դառնա եւ որպեսզի մատաղ սերունդը ի վերջո հասկանա ինչ բան է թանգարանը, որովհետեւ ես նորից եմ կրկնում, ես այսօր տեսնում եմ, որ թանգարանները լուրջ աշխատանք տանում են, բազմաթիվ միջոցառումներ, հետաքրքիր նույնիսկ փոքր ներկայացումներ, Իսահակյանի տուն թանգարանի Բաքում ամառային այդպիսի ներկայացումներ, երաժշտական Իսահակյան բեմադրած աշխատանք կա, այսինքն դու կարող ես նույնիսկ այսօր այնպես է, որ երեկոտ անցկացնել թանգարանի որևէ մեծ գրողի տուն թանգարանի Բաքում, բայց գիտեք, ես դրա համար ձեզ հարցրեցի, ինչպես եք կարծում թանգարանի ապագան ինչպիսին է, որովհետև թանգարանը այն ոլորտը չէ, որ դու անընդհատ ինչ-որ փորձես, վայ, որ մի լույս է ստեղից էլ ավել վառվի, ստեղ էլ մի բան դնենք, դու պիտի կարողանաս պահպանել այն ինչ-որ կա, ամենակարևորը ես կարծում եմ թանգարանի համար դա է, լավ պայմաններ ստեղծվեն, որպեսզի կարողանան պահպանել ցուցանմուշները եւ այո, պարբերաբար վերանորոգվի, ժամանակակից մարդու համար ավելի հետաքրքիր դառնա այդ ամեն ինչը, բայց ես կարծում եմ, որ այդտեղ խնդիրը ավելի լուրջ է եւ այդ խնդրի բովանդակությունը պետք է լինի մեր ժողովրդի կրթական համակարգի մեջ։ Մենք դպրոցական տարիքից դա միգուցե շատ դժվար է այսօր, բայց դա դաստիարակության մի մաս է ու եթե երեխայի մեջ դա մտնում է, հետո մենք տեսնում ենք արդեն այդ երեխան, երբ մեծացել է ու ծնող է դարձել, ինքը առաջինը ձգտում է իր զավակին թանգարան տանել եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Հիմա ընտանիքներ կան, ովքեր հայտնվում են արտասահմանում եւ առաջինը մտածում են, թե ինչպես թանգարանի տոմս ձեռք բերեն, կան ընտանիքներ, որ խանութներից եւ ռեստորաններից դուրս չեն գալիս։ Հիմա մենք չենք կարող, չէ, ակնկալել, որ այդ ընտանիքի զավակը վաղը ինքնուրույն գալու է Չարենցի թանգարանի տոմս առնի եւ ասի եկել եմ նայեմ կամ վաղը իր զավակին, իր թոռանը այնտեղ բերի։
Բազմաթիվ թանգարանների տնօրեններ ենք մենք հյուրընկալել այս տաղավարում, ինչի համար շատ ուրախ եմ եւ ինքս էլ լինում եմ հաճախ թանգարաններում, բավականին լուրջ գործունեություն կատարում եմ, բայց ես ինչպես այն լողի մեջ է սինխրոն ասում են, ես շատ կուզենայի, որ կրթական համակարգը այսօր թանգարանային համակարգի հետ սինխրոն աշխատեր, որ պահի ազդեցության տակ դա չլիներ, պարտադրված էքսկուրսիա չլիներ, դա կարողանայինք սերմանել, որ ամեն տարիքում վերադարձ դեպի գրողներին լիներ, որովհետև մենք հասկանում ենք, չէ, դուք ճիշտ եք ասում, դպրոցականը 6-րդ դասարանում Չարենց այլ ձևով է ընկալում, 30-40 տարեկան մարդը այլ ձևով, բայց եթե նրա մեջ սեր կա թանգարան գալու, նա գալու է։ Իրականում մենք թանգարանային մարդիկ միշտ ասում են, որ թանգարան պիտի այցելել օրորոցից սկսած։ Եվ դա հենց այնպես չի, որովհետև հենց այդ նախադպրոցական տարիքից, երբ գնում ես թանգարան, արդեն դպրոցական տարիքում, մի քիչ ավելի մեծ տարիքում այլ կերպ է լինում քո աշխարհայացքը, այլ կերպ է լինում քո ընկալումները, քո գեղագիտական ճաշակը, դրա համար շատ ուրեմն խորհուրդ կտամ, որ շատ այցելեն թանգարաններ եւ իրենց երեխաներին շատ տանեն թանգարաններ, հենց նախադպրոցական տարիքից։ Այո, եւ դպրոցները եւ նախակրթարանները, այստեղ գիտեք ինչպես է, նույնիսկ իրենց աշխատանքն էլ է ավելի հետաքրքիր եւ ավելի հեշտ դառնում այն առումով, որտեվ այսօրվա երեխան սիրում է տեսնել, շոշափել։ Հիմա եթե դու դասարանում Չարենց ես անցնում, Թումանյան կամ Իսահակյան, բայց եթե մի անգամից դու դրանից հետո տանում ես եւ դա տեսանելի ես սարքում եւ նրան անընդհատ սովորեցնում ես, որպեսզի լավ ընկալես, պիտի կարողանաս եւ տեսնել, եւ լսել, եւ հասկանալ, եւ լսել, թե այնտեղ քեզ ինչ են բացատրում։ Դա արդեն դառնում է ամուր գիտելիք, բոլորը միասին։ Պիտի նշեմ, որ շատ հիմա այս վերջին շրջանում շատ է այդ համագործակցությունը դպրոցների, թանգարանների հետ եւ գնալով կարծում եմ, հույս ունեմ եւ վստահ եմ, որ ել ավելի կշատանա։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ այս զրույցի համար, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում էիք, հենց մարտ ամսին, ուրախ եմ, որ Չարենցի ծննդյան ամսին մենք հանդիպեցինք։ Ես ձեզ ձեր աշխատանքում նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Ես կարծում եմ, որ հիմա իսկապես հայ ժողովրդի համար եկել են այն ժամանակները, որ մենք պիտի մի քիչ Չարենց ավելի շատ կարդանք, մի քիչ ավելի խորը կարդանք եւ ուսումնասիրենք, որովհետեւ Չարենցի շատ արտահայտություններ, շատ բանաստեղծություններ այսօր մեզ համար դառնալու են փրկության մի այն լուսավոր կետ, եթե մենք իսկապես լուրջ հասկանանք, թե ինչ է ասում Չարենցը։ Ես ինքս պետք է խոստովանեմ, որ միգուցե տարիներ առաջ ես չեմ կարող ասել, որ սենց շատ հաճախ էի մոտենում Չարենցի գրականությանը։ Երևի թե ավելի շատ ընթերցել եմ սենց հանգիստ պահերի Իսահակյան, Տերյան, Համոսայան, բայց վերջին տարիներին եկել է ժամանակ, որ մենք Չարենցին շատ ենք անդրադառնում եւ ավելի շատ պետք է հասկանանք, թե ինչ է ասում նա, որ ասում է, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Չարենցյան արևավարտ ցանկություններով, ոգու տոկունությամբ եւ համարձակությամբ մաղթանքներս Եղիշե Չարենցի տուն թանգարանից։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ։ Այսպիսին էր Ժաննա Մանուկյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Մանուկյանը ասում է, որ Չարենցը դուրս էր կարծրատիպերից եւ ինքն էլ փորձում է լինել այդպիսին։ Էնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։